Միացյալ Նահանգների կոնգրեսի երկու պալատները ներկայացնող օրենսդիրների մի խումբ պահանջել է Դոնալդ Թրամփի վարչակազմից հետևողական լինել հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցում ու ապահովել արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքը։ Նրանք նաև կոչ են արել ճնշում գործադրել Բաքվի իշխանությունների վրա հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, խոսքը օրենսդրական նախաձեռնության մասին է։ Ոչ, այսպես փաստաթղթի տեսք ունեցող նախաձեռնության մասին չէ խոսքը, այլ առայժմ բանավոր հայտարարության տեսք ունի, բայց բավական տպավորիչ էր եւ խորհրդանշական։ Բանն այն է, որ ինչպես եւ նախորդ տարիներին ապրիլի 24-ից առաջ Կապիտոլիումում տեղի ունեցավ միջոցառում հայոց ցեղասպանությանը նվիրված։ Ինչպես եւ նախորդ տարիներին բավական ներկայացչական էր եւ ներկային եւ ելույթ են ունեցել հեղինակավոր եւ ազդեցիկ պետական գործիչներից շատերը։ Մասնավորապես ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին, սենատոր Ադամ Շիֆը, կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Պալոնեն, Գաս Բելարակիսը, ինչպես նաև եւս 17 այլ սենատորներ եւ կոնգրեսականներ։ Նրանց մեծ մասը այսպես բաց տեքստով քննադատել է Դոնալդ Թրամփին ցեղասպանության թեմայից խուսափելու իր փորձերի համար եւ խոստացել են հետեւողական լինել ցեղասպանության թեմային վերաբերող նոր օրենսդրական նախաձեռնություններ առաջ բերելու հարցում։ Խոսել են բաց տեքստով արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքի մասին եւ խոստացել են այս հարցում եւս նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի Ադրբեջանը ոչ միայն պարտավորված լինի երաշխիքներ ստեղծել այդ իրավունքը իրացնելու համար, այլ նաեւ պատժվի, եթե այդ երաշխիքները չստեղծի։ Մի բան, ինչը կարծես թե չի քննարկվում արդեն վաղուց, բայց այն փաստը, որ ամերիկացի օրենսդիրները շարունակում են այդ մասին հանրապարակային ձևով խոսել, ինչ որ բան ամեն դեպքում նշանակում է։ Խոսել են նաև հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին եւ ասել են, որ ԱՄՆ վարչակազմը այստեղ անելիք ունի եւ օրենսդիրները նույնպես հետևելու են այս հարցում հետևողական են լինելու։ Ինչպես նկատեցիր, այս հիշատակած թեմաներից մի մասը հակասում է Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնական քաղաքականությանը, բայց հատկանշական է, որ այդ ամենի մասին Կապիտոլիումում խոսել են ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատները, այլ նաև իշխող հանրապետական կուսակցությունը սենատում եւ ներկայացուցիչների պալատում ներկայացնող օրենսդիրները, այսինքն իշխող կուսակցության մեջ այս հարցում կոնսենսուս չկա։ Արտյոմ, ցեղասպանության հարցում Թրամփի վարչակազմը կարծես արդեն վերջնականապես կողմնորոշվել է։ Սպիտակ տունը կողմ չէ ցեղասպանության թեմայի արծարծմանը։ Իմաստուն են օրենսդիրների կոչերը։ Դե գիտենք, որ 19 թվականի հոկտեմբերին Ստորին պալատը պաշտոնապես ընդունեց բանաձև, որով ճանաչեց ցեղասպանությունը, այնուհետ նաև Սենատը եւ այդ երկու փաստաթղթերն էլ ոչ մեկ չի չեղարկել, դրանք շարունակում են ուժի մեջ մնալ։ Վարչակազմի ղեկավարը ինքն է որոշում իր կաբինետի վարած քաղաքականությունը, վաղն էլ կարող է մեկ այլ իշխանություն ձևավորվել եւ վերադառնա հենց այն քաղաքականությանը, որի կողմնակից էր 19 թվականին կոնգրեսը։ Այդ իմաստով քիչ բան է փոխվել, թեև պարզ է, որ այս անգամ եւս Դոնալդ Թրամփը չի արտասանի ցեղասպանություն բառը իր ավանդական ուղերձում, բայց կարևորը այն է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի խոչընդոտում այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Օրինակ, Միացյալ Նահանգներում շարունակում են կրթական ծրագրեր հայոց ցեղասպանության մասին դպրոցում ուսուցում իրականացնելու վերաբերյալ, դպրոցական դասատուների ուսուցիչների տրեյնինգներ են կազմակերպվում, հատուկ գրքեր են հրատարակվում, որպեսզի ուսուցիչներին ավելի հեշտ լինի դասավանդել այդ թեմաները դպրոցում։ Միացյալ Նահանգներում արդեն 10 նահանգներում օրենսդրորեն պարտավորվածություն կա, որպեսզի ուսուցիչները մատուցեն հայոց ցեղասպանության թեման աշակերտներին դպրոցում։ Եվ նաև անցած տարվա ապրիլի 1-ին կոնգրեսում
կրկին օրակարգ է բերվել մի օրինագից, որի նպատակն է դաշնային ֆինանսավորում ապահովել այդ ծրագրին։ Այսինքն, եթե այդ ձինացիտուսի նախաձեռնությունը իրականություն դառնա, անհրաժեշտ թվով կոնգրեսականներ կողմ քվեարկեն, դաշնային բյուջեից $10 միլիոն կհատկացվի, որպեսզի հայոց ցեղասպանության թեման ավելի ճիշտ եւ գրագետ ձևով մատուցվի Միացյալ Նահանգների պետական դպրոցների աշակերտներին։ Այս պահին այդ օրինագիծը ունի արդեն 73 կողմնակից, ընդ որում 2 կուսակցությունը ներկայացնող, եթե չեմ սխալվում 64 դեմոկրատ եւ 9 հանրապետական։ Հարցը փոխանցվել է համապատասխան կոմիտե, առայժմ հայտնի չէ թե երբ այն կդրվի կոմիտեի քննարկմանը եւ արդյոք բանը կհասնի քվեարկությանը, համենայն դեպս դա իրատեսական է անհրաժեշտ նախապայմանների դեպքում եւ Հայդատի հանձնախումբը մի քանի հանդիպում է ունեցել կոնգրեսականների հետ հասկանալու համար թե երբ է այն հարմար պահը, երբ արժի նախաձեռնել, երբ արդեն կոմիտեի օրակարգ դնել այս հարցը։ Եվ կարևորը այն է, որ Սպիտակ տունը որևէ կերպ չի խոչընդոտում այս նախաձեռնությանը։ Հավանաբար շարունակելով օգտագործել այն որպես Անկարայի վրա ճնշում գործադրելու գործիք։ Բանն այն է, որ այժմ էլ Վաշինգտոնի եւ Անկարայի միջև շարունակվում են բանակցությունները այդ S-400 համակարգերի վերաբերյալ Անկարայի դեմ Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցները վերացնելու հարցում։ Եվ վստահ եմ, որ այս հարցը եւս Վաշինգտոնի վարչակազմը օգտագործում է որպես ճնշման գործիք Էրդողանի դեմ։ Շնորհակալություն, Արտյոմ։